Էլեկտրաէներգիայի թանկացումից հետո կառավարության կողմից 105,000 անապահով ընտանիքներին խոստացված փոխհատուցումը տնտեսագետ Բագրատ Ասատրյանը որակում է հիմարություն։ Ձեզ որ պարտադրում են, ասում են գնացեք այս ապրանքը սպառեք, սրա վրա դուտացեք, դա արդար է թե չէ։ Էներգակիրների տարեցտարի ավելացող սակագինը ըստ տնտեսագետի երկրում հանգեցնելու է սոցիալական ծայրահեղ բևեռացման։ Եվ եթե անգամ ինչ-որ մարդկանց դուտացիա տրվի, դա չի փրկելու, որովհետև սա առաջացնելու է շղթայական այլ ապրանքների գների ավելացում։ Ըստ պաշտոնական տվյալների Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է 32%։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն 2015 թվականի առաջին եռամսյակում մեկ անձին բաժին ընկնող նվազագույն սպառողական զամբյուղը փաստացի կազմել է 48502 դրամ, ընդ որում այս թվի միայն 27402 դրամը կազմում է պարենային զամբյուղի արժեքը։ Ազգային վիճակագրական ծառայությունը հետազոտություն է կատարել 7872 տնային տնտեսություններում։ Հարուստ տնային տնտեսությունները ընդհանրապես չեն տալիս ոչ մի տեղեկատվություն եւ մեր հետազոտության թվերը շեղված են դեպի աղքատների։ Իսկ ընդհանրապես հայերը ավելի շատ հացամթերք են սպառում։ Հայաստանում ամսական նվազագույն աշխատավարձը կազմում է 50,000 դրամ։ Ակնհայտ է, որ նվազագույն սպառողական զամբյուղի պատկերն ու աշխատավարձերը միանգամայն անհամադրելի են։ Ամսական որքան գումար է անհրաժեշտ մեր քաղաքացիներին նվազագույն ծախսերը հոգալու համար։ Ինչքան որ ծախսում եմ, մի քիչ էլ ավել։ Թոշակս չի հերիքում, տան բարձա, լույսա, եսին ամեն մամրուկներ, որ տալիս ես տակը ուտելու համար բան չունի։ Մի 200,000 գոնե պետք է այսօրվա վիճակով, գրեր ենքան թանկ է։ Ամեն ինչը եվրոպական ստանդարտներին են ուզում, համապատասխանեցնեն բացի աշխատավարձից։ Օրինակ մեր ընտանիքի համար 4 հոգի ենք, 200,000 դու չի հերիքում։ Ինձ 200,000 հերիքը։ Ամառձները երևի 300,000։ 100,000 մեկ անձի համար կոմունալը եւ այլն դա հանած, դա ամենամինիմալն է։ Որ մենք մեզ մարդ զգանք, 300,000-ն էլ է քիչ։ 500,000 կարծում եմ, 500,000 դրամ։ Ինչ քայլեր է ձեռնարկում համապատասխան գերատեսչությունը նվազագույն սպառողական զամբյուղի եւ նվազագույն աշխատավարձի անհամարժեքությունը վերացնելու ուղղությամբ։ 2013 թվականի հուլիսից արդեն մեկնարկեց նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման ծրագիրը։ 2013-ի հուլիսի 1-ից սահմանվեց 45,000 դրամ, 2014-ի հուլիսի 1-ից 50,000 դրամ եւ 15-ի հուլիսի 1-ից կսահմանվի 55,000 դրամ։ Նվազագույն պարենային զամբյուղը իրենից ներկայացնում է 11 տեսակ սննդամթերքի նվազագույն չափաբաժինը։ Նշենք նաև, որ Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը պաշտոնապես հաստատված չէ։